Այս խաչապուրին այնքան համեղ է, որ առաջին իսկ կտորից կանգ առնելը դառնում է անհնար։ Փափուկ խմոր, առատ հալվող պանիր և այն համը, որը ստիպում է նորից ու նորից պատրաստել և փորձել։ Պատրաստելու ենք խմորիչով խմոր առանց կաթի, հեշտ և արագ տարբերակով։ Տաք ջրին ավելացնում ենք խմորիչը, աղը, շաքարավազը, բուսայուղը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնում ենք, հունցում ենք, ստանում ենք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Բաղադրիչները և հստակ քանակը գրված կլինեն նկարագրության բաժնում։ Խմորը տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և լավ հունցում ենք։ Պետք է ստանանք այսպիսի փափուկ, էլաստիկ խմոր։ Ալյուրը շատ չենք լցնում, որպեսզի ավելորդ ձգություն չհաղորդենք խմորին։ Բուսայուղի մի մասը լցնում ենք խմորի մեջ, իսկ մյուս մասը պահում ենք վերջում հունցելու համար։ Այսպես ալյուր ավելի քիչ ենք օգտագործում և խմորը ստացվում է ավելի փափուկ ու էլաստիկ։ Տեղափոխում ենք տարայի մեջ, վրան նույնպես սկսում ենք բուսայուղ, ծածկում ենք և թողնում ենք հասունանա մոտավորապես 1-ից 1.5 ժամ։ Միջուկի համար ես վերցրել եմ 3 տեսակի պանիր և կաթնաշոր։ Ավելացնում ենք վրան 1 հավկիթ, լավ խառնում ենք և դնում մի կողմ։ Ահա տեսեք, թե ինչքան լավ է հասունացել խմորը, ինչքան ծակոտկեն է ստացվել։ Խմորը բաժանում ենք մի քանի մասի, կախված թե ինչ մեծության եք ուզում լինի խաչապուրիները։ Այսպիսի գնդեր ենք ձևավորում և դնում մի կողմ։ Գրտնակով մի փոքր բացում ենք, մեջտեղի հատվածում լցնում ենք միջուկը և ծայրերը վրա ենք բերում, արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Միջուկը ինչքան շատ լինի, այնքան խաչապուրին համեղ կստացվի։ Գրտնակով մի թեթև այսպես տարածում ենք պանիրը, տալիս ենք շրջանի տեսք։ Դնում ենք տապակի մեջ և թողնում ենք հանգստանա ևս 5-ից 10 րոպե, որից հետո նոր թխելու ենք։ Վրան քսելու համար մեզ պետք է նաև 1 ձու կամ 1 ձվի դեղնուց։ Քսում ենք և տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփելու ենք մոտավորապես 25-ից 30 րոպե։ Կարող եք նաև վրան էլ լցնել քերած պանիր, որից հետո նոր տեղափոխել ջեռոց, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Ահա և մեր համեղ, փափուկ և առատ միջուկով խաչապուրիները պատրաստ են։ Տեսեք, թե ինչքան լավ են ստացվել։ Այսօր էլ այսպիսի համեղ, փափուկ ու պանրաշատ խաչապուրով բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք։